Բարի օր, իմ սիրելիներս, իմ թանկ ընկերներ ջան, իմ հարազատներ ջան, իմ բարեկամներ ջան, թող ձեր օրը այս գեղեցիկ ծաղիկների նման գեղեցիկ և գունեղ լինի, հարգելիներս։ Այսօր այսպիսի մի ծաղկամանի մեջ եմ դրել, բաժակ է, չգիտեմ, ինձ թվում է սիրուն ստացվեց, գնացել էի հողամաս, մի քիչ կանանչի բերելու, խնդրեմ, տեսեք, բերեմ ես կողմ, մի քիչ բողք, սա մի քիչ խառը կանանչի, սա է սալատ, սալատ ենք պատրաստելու, սիրելիներս, միշտ խաղաղությամբ մնացեք, առողջ եղեք, սնվեք առողջ, ապրեք առողջ, եղեք առողջ, հարգելիներս։ Իմ հարազատներ ջան, առավոտյան որ գնացել էի հողամաս կանանչի բերելու և այս գեղեցիկ ծաղկեբուկետը, հետն էլ տեսա, որ խաղողի տերևներ կան, քաղեցի, բերեցի, հիմա նստած մեր պատշգամբում շարել եմ, երեխաները դպրոցից եկել են, թող հաց ուտեն, նոր կգնամ կպատրաստեմ, եղման ջրի մեջ աղաջուր եմ անում, թաթախում եմ, տակ-տակ հանում, դնում եմ, շարում եմ բանկաները, ու այս եղման ջուրը լցնում ու զակատում եմ, շատ համեղ է ստացվում, այստեղից առնում եմ չորոտ, հեչ լավ համով տոլմա չեր լինում, իսկ սա նայեք, ճիշտ է, քիշմիշ չի, բայց էլ ահագին լավ թուփ է, սիրելիներս, հիմա ես Գրետայի խնդրանքով, տիկին Գրետա ջան, ցույց եմ տալիս իմ Մարինեին, խնդրեմ, տիկին Գրետա ջան, ձեր խնդրանքով ցույց եմ տալիս իմ թոռնուհուն, իմ Մարինկայիս, իմ օգնականիս, խնդրեմ, դպրոցից նոր էր եկել, ասեցի տիկին Գրետան խնդրել է, որ քեզ ցույց տա Մարինե ջան, համաձայնվել է, բարևի Մարինե ջան, Բարև ձեզ։ ապրես իմ աղջիկ, դե գնա հիմա հացդ կեր, տիկին Գրետա ջան, սա էլ իմ Մարինեն։ Այստեղ էլ ջրի տակ դրել եմ միսը, ոսկրոտ, ուզում եմ ճաշ պատրաստեմ գարոխով, հարգելիներս, հետո կմիանանք։ Միսը եփել եմ, կողք եմ դրել, հարգելիներս, սոխը մանր կտրատել եմ, դրել եմ կարագ, դրել եմ գազօջախին, որպեսզի կարմրացնեմ, սոխ անեմ, նոր ավելացնեմ աստիճանաբար բաղադրիչները, հարգելիներս։ Ահա, սիրելիներս, լավ կարմրել է, սա կավելացնեմ կարմիր աղացած պղպեղ, հարգելիներս, ավելացրի մի ճաշի գթալ աղացած կարմիր պղպեղ և մի ճաշի գթալ տոմատի մածուկ, իսկ հիմա կավելացնեմ մսա ջուրը, բուլյոնը, ավելացրեցի գարոխը, ջարդած, ավելացրեցի գարոխի վրա միսը, հիմա ջուրը կավելացնեմ, կծածկեմ թոյի եփի, սիրելիներս, ձողս կոտրվել է, չեմ կարողանում դնել, որ դեմքով նկարվեմ, դրա համար հեռախոսը ձեռքս եմ պահել, ահա վերջնական տեսքը, սիրելիներս, պղպեղը գցել եմ, լավ եփավ, հիմա չորացրած կանանչի եմ սիրում գարոխի ճաշի մեջ, թարմ ունեին, բայց չորացրածը գերադասեցի, այսպես, հեսա մի 5 րոպեից, 3 րոպեից կանջատեմ, սիրելիներս, մնացեք խաղաղությամբ, կհանդիպենք։ Հարգելիներս, իմ գեղեցկուհիներ, ինչ շատ սիրողներ, այս գեղեցիկ ծաղկեփունջը և իմ բարությունը գումարած իմ սերը դեպի ձեզ, ուզում եմ ուղարկել այս ծաղիկների հետ մեկտեղ, ձեզ ասելով շնորհակալություն բարի գրառումների, ձեր սիրո համար իմ հանդեպ, շնորհակալություն սիրելիներս, դուք էլ այս ծաղիկների նման գեղեցիկ, սիրուն օր ունենաք, ձեր կյանքի ամեն մի օրը թող օրհնված լինի, վայելեք իմ սերը իմ ծաղիկների հետ մեկտեղ դեպի ձեզ,
Սիրում եմ ձեզ, համբյուրում եմ, պաչիկներ եմ ուղարկում, միշտ մնացեք գեղեցիկ։ Սիրելիներս, այսօր պատրաստելու եմ ապուր։ Միտեղ ապուր են անվանում, միտեղ թանապուր, միտեղ սպաս, տարբեր մարզեր տարբեր ձևով է անվանում։ Մեր մոտ Արտաշատում մենք ապուր ենք ասում։ Ինձ մոտ ապուրի բաղադրիչներն են կեֆիր, 2 թթվասեր, 1 ձու, 1 լավ գթալ ալյուր և ձավար։ Այդ բոլորը կխառնեմ իրար, կծփեմ, կդարձնեմ մի ընդհանուր զանգված, մինչև ջուրը եռա։ Ջուրը դրել եմ եռա, որպեսզի ես եռման ջրով պատրաստ։ Կաթսայի մեջ արդեն լցրել եմ կեֆիրը, 2 սմետանա, ալյուրը և մի ձուն լավ խառնում եմ։ Լավ խառնելուց հետո հարիչը հանում եմ, փայտի գթալ կօգտագործեմ։ Ջուրը դրել եմ եռալու, եռում է արդեն, հիմա ավելացնում եմ կեֆիրին և սմետանին։ Ժամանակ եփում է սպասը, ձավարը համարյա պատրաստ է, պետք է ավելացնեմ կանաչիները։ Այստեղ ունեմ սառցախցիկում պահված մեր հողամասի նեխուրից, ունեմ մի քիչ էլ թարմը նեխուր, կկտրտեմ վրան և համեմ ու սոխ։ Հիմա բոլորը կտրտեմ, սիրելիներս, որպեսզի ավելացնեմ։ Սա էլ թարմ է։ Կանաչին եմ ավելացրել, արդեն համարյա պատրաստ է մեր։ Պատրաստեցի, վերջացրեցի ապուրը, լցրել եմ մատուցվող մեծ բաժակի մեջ։ Սիրում եմ, որ բաժակով եմ խմում, իսկ դուք կարող եք լցնել մատուցվող ափսեի մեջ և գթալով ուտել, սիրելիներս։ Եռման ջրով ստացվեց շատ համեղ և արագ։ Ցույց տվեցի իմ պատրաստման տարբերակը բոլորիդ։